Լուսին, հա, հետ է։ Մամայի հետ։ Լավ էլ սիրուն մամա ունի։ Ինչ էլ նկատեցիր այ կարիճ։ Այս ամեն ինչը նկատում եմ։ Լավ դե հերիքա գլուխդ գովաս։ Ճանաչում ես այդ կողքի սեղանի տղաներին։ Դե հա, ծանոթ են։ Նրանց համար ինձ բերեցիր այստեղ։ Չէ, մամ, ինչ ես ասում։ Ես զարմացա, որ իրենց տեսա այստեղ։ Այն կապույտ վերնաշապիկով տղան Արմինեի կուրսեցին է, իսկ այն մյուսը իր ընկերն է։ Այն տղայի ոտքը վնասված է։ Ասաց ինչ որ ընկելա վնասվել է։ Կեր։ Բարև ձեզ։ Բարյախորժակ։ Շնորհակալություն։ Տղաներ ծանոթացեք, մամասա Էլիզա, մամ ծանոթացի Հայկ, Վարշամ։ Շատ հաճելի է։ Նմանապես։ Ուրախ եմ ծանոթության համար։ Սար, շնորհակալ եմ, որ եկար։ Սար, դողում ես։ Նյարդերից ուշադրություն մի դարձրու։ Ես կասեի ցրտից հա։ Արի մի տեղ գնանք։ Ես գնալու տեղ չունեմ։ Հիմա կգնանք սրճարան, ստեղ սրճարան կա։ Թեյ կխմենք, կհասկանանք ինչ ենք անելու։ Արի, արագ, ես քեզ կօգնեմ, դուր։ Աշխենն է։ Գրիգորյանը գիտի, որ այստեղ ես։ Չէ։ Այսօր իմ ազատ օրն է, չեմ ասել։ Աշխեն։ Տաթև, երբ կգաս։ Ինչի ինչ ա եղել։ Այս սիրուն տղեն ա եկել քեզ հարցնել։ Ով։ Արմանն է ստեղ, ես չգիտեմ ինչ պատասխան է։ Ոնց։ Հիմա այդտեղ, հա։ Ինչ ա եղել։ Արմանն ա եկել։ Աշխեն, ասա, որ իմ ազատ օրն է այսօր, ու դու չգիտես ես որտեղ եմ։ Լավ։ Տոթ է այստեղ դուրս գանք։ Գժվեցիր, Սարը։ Նոր ասում էիր ցուրտա, հիմա ասում ես տոթ, հա։ Շոկում եմ։ Սարա, ինչ ա կատարվում քո հետ։ Չգիտեմ։ Վատ եմ, ամեն ինչ իրար ա խառնվել։ Մի հատ ինձ պատմի, ինչ ա եղել։ Արմանի հետ վիճել ես։ Ինչ ես դուրս եկել տնից։ Ես սիրում եմ Արմանին։ Բայց Ինչ բայց, Սարա։ Կարող է ուրիշ կին կա իր կյանքում։ Չէ, ես չգիտեմ։ Ուղղակի ամեն ինչի սկզբանե սխալ սկսվեց, հասկանում ես։ Ես առանց իրան ճանաչելու գիշեր եմ անցկացրել հետը։ Հիմա հայտնվել եմ իր տանը, չգիտես ինչի, ով եմ ես իր համար։ Ինչ եմ անում այդտեղ։ Մի քանի օր առաջ մայրն էր եկել։ Մենակ տեսնեիր ինչ հայացքով էր ինձ նայում։ Ես ոչ մի բան չեմ հասկանում, ամեն ինչ իրար ա խառնվել։ Թեյ կխմեք։ Չէ, շնորհակալ եմ, չեմ ուզում։ Դուք Տաթևի հետ կապվեցիք։ Ճիշտ ասած չի պատասխանում, ես ընկերուհու հետ խոսեցի, ասաց եթե գա անպայման հետ կզանգի։ Դուք կարող եք ներսում սպասել։ Չէ, ամեն դեպքում ես տեղ կսպասեմ, որ ավելի նոր խոսակցություն չբերեմ ձեր վրա։ Չէ, ինչի մասին է խոսքը։ Որ խնդրեմ, դուք կարող եք ձեր բջջայնով զանգել Սարային ու տալ ինձ։ Սարային ճիշտ ասած հեռախոսս հիմա մոտս չի։ Ափսոս։ Դուք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։
Էլի եկար։ Եկա, ու եկել եմ փող վերցնեմ Աշոտ ջան։ Քարտերս լրիվ դատարկա։ Ոնց որ դասատուիկ ին լինեմ, ոչ թե նախարարի։ Աղջիկ ջան, ես քեզ ոնց բացատրեմ, որ դու հասկանաս։ Այդ անտերը ես չեմ նկարում, ոչ էլ տպում եմ, ոչ էլ ծառերից եմ հավաքում, չկա, նետու։ Ես մի բան չեմ հասկանում։ Այդ ինչի է հենց հերթը հասնում ինձ նետու։ Չես հասկանում Աշոտ։ Այդ փողը ես ոչ իմ համար եմ ուզում, ոչ քո։ Մեր երեխու համար եմ ուզում։ Մի րոպե սպասի ինձ լսի չխոսաս։ Մի $5000 դիր սեղանին, գնամ տոմ սառնեմ, սյուրպրիզ անեմ էլի։ Տամ երեխուս ձեռը թող գնա ներվերը հանգստացնի, ես կյանքից բան հասկանա, վերջապես իրա մեղրամիսը վայելի։ Լսի աղջիկ ջան, կաղա դրսում քամի ա եղել, կռիշը փոկետ տարելա։ Ուրեմն մեր մարդը իր աղջկան դրեց թաղեց մի քանի օր առաջ, հիմա էլ պետք է Արսենին քո աղջկա հետ ուղարկի մեղրամիս, հա, որ գնան մեղրամիս վայելեն։ Ես չեմ հասկանում, այդ Էլիզան սիրտ ունի գնա հանգստյան տուն, բայց իմ երեխան տանից պետքա դուրս չգա, հա։ Արևս, եթե այդ ամբողջ ունեցվածքի մեջ ափսոսում են մի 2 կոպեկ տրամադրեն երեխեքին, ուրեմն այդ մենք կանենք։ Աղջիկ ջան, չկա։ Չկա։ Ես չեմ կարում հասկանամ, լավ դու ում համար ես աշխատում։ Առավոտը գնում ես, գիշերվա 1000-ին գալիս ես տուն։ 2 կոպեկ էլ փող ենք ուզում, չկա։ Այդ $5000 քո համար մի հատ ռեստորանի հաշիվ է։ Այն անտաղանդ ռաբիս երաժիշտների գլխին պետք է լցնես, քո երեխու համար ծախսի։ Ես քեզ ոնց բացատրեմ։ Փող չունեմ։ Աղջիկ ջան, սաղ փողերս պիավկի պես են հերու տղեն կդին տարան փող չթողին։ Չի պատկերացնում, որ իմ ամուսնուն կարելի է կթել։ Արա, ուրեմն հերս քեզ պահի, կերցանի, հաց տա, գործ տա, դու իրա դեմ հել ես, հը արա։ Արշան, երբանից ես լալայի նշումը, ասա, ես մի անգամ ուղակի քո դեպքի հետ կապված եմ պապայի տեղն ասել։ Արա, դու հորս պտի պահես, ոչ թե ծախես, լսում ես ինձ արա։ Արջան, ես տենց բան չեի անի, ուղակի։ Ալեքս, սան տանում ես նենց ես կորցնում, որ է չգտեն։ Ես մենակ քաղմասի պահն եմ ասել են լալայաններ ինձ ասել։ Ձենդ կտրի, քանի լեզու չեմ կտրե։ Դավ, սան տանում եք լավ չլում, լիքը բան ունի մեզ պատմելու։ Մենակ ես գնում։ Հա, մենակ եմ գնում, դու դրանով զբաղվի։ Լավ։
Էս էլ իմ վերջն է։ Ես եմ սխալվել ու հիմա հողում եմ իմ սխալը։ Իմ մահվան մեջ ոչ մեկին չմեղադրեք։ Հիմա դու այդ $5000 չունես, հա? Չունեմ։ Չկա։ Նետու։ Էլ ինչի ես նախարար դարձել։ Ոյ կնիկ, մեկը մյուս հետ ինչ կապ ունի։ Եղած չեղած փողերս դրեցին անտեր զավոդի մեջ։ Հասկանում ես, չի մնացել, չկա։ Բայց որ հիմա մի հատ բարադի մեկը զանգի ու մի հատ թիվ կրակի ուզի, առանց մտածելու կհանես կտաս, չէ՞։ Իսկ մեր մին ու ճար, աղջիկ երեխու երջանկության համար ասում ես չկա։ Չկա։ Դու մարդ ես։ Չկա ճարի արևս։ Հանանց են երեխես ամուսնում էդ երջանիկ չի։ Դրանք էլ այնքան շատ են, որ ասված տվել չի խնայել։ Ու այդքան ունեցվածքի մեջ դախնադարի պես են ապրում, բոլորով միասին։ Սիրտը սպայթում աշոտ։ Էլիզային թողես մենակ մեծ խոսա։ Իմ ընտանիքը, իմ երեխեքը արտասահմանում են սովորում։ Ումա պետք է ուսում այդ արտասահմանները, որ այդքան փողի մեջ այդ հետամնաց ձևերով եք ապրում դուք։ Ջահելները պետքա առանձին ապրեն։ Նորաստեղծ զույգը պետքա առանձին ապրի, որ կապվեն իրար հետ, ընտանիք դառնան։ Վերջացրեցիր։ Աշոտ 5000-ը։ Աղջիկ ջան, հո դու շարժ ես։ Ասում եմ չկա։ $5000 աշոտ։ Սպասում եմ։ Լավ, չունես։ Բայց ես իմ կին լինելով, որ ինձ թափ տամ մի հատ, 5000 չէ, 50000 հաստատ կճարեմ իմ երեխուս երջանկության համար ու ոչ մի բան չեմ խնայի աշոտ։ Գնա թափ դուր ու ճարի։ Ու կգնա, ու կճարեմ։ Ես իմ երեխու համար ոչ մի բան չեմ խնայի։ Այդքան փողի մեջ 2 կոպեկ ափսոսում եք երեխեքի երջանկության համար տրամադրեք։ Բայց Լիլիան մեռաշի, Լիլիան կանի ու ամոթից բոլորդ գետինը կմտնեք, եղավ։ Աստված ջան։ Հեն Էլիզան իր սուքը թողելա, գնացել է հանգստյան տուն, Երանից։ Եթե Էլիզան գնացել է հանգստյան տուն, Աշոտ ջան, ուրեմն իմ երեխան էլ իրավունք ունի ճամփորդության գնալու։ Երեխես ինչ ամուսնացել է։ Միակ տեսարժան վայրը, որ գնացել է, գերեզմաններն ա եղել։ Այդ ճիշտ է։ Դու կնիկ ստեղծողին, դու կնիկ պահողին, ինչ եմ ասել։ Թող գնա, թող աշխատեմ։ Աշխատես, չաշխատես նույն ծակ գրպանով նախարարն ես էլի։ Գնայր աղբորս մոտ կոշիկ կարեիր։ Եկավ ներվերս խառնեց, իրար գնաց։ Քույս մարդ ասողի։
Մամ, Հաջան, ինչ ես մտածում։ անհանգիստ եմ։ Շատ անհանգիստ եմ։ Ինչ ես անհանգիստ, մամ, ամեն ինչ նորմալ է։ Մի քիչ հանգստացի, խնդրում եմ։ Ինչն է նորմալ բալես։ Պապային մենակ եմ թողել, են երեխեքին մենակ եմ թողել։ Մամ, պապան մենակ չի։ Արսենը, Ձինան, Արմանը, այդքան մարդ կա, չէ՞ տանը։ Ձինան իր սենյակից երբ է դուրս գալիս, որ։ Հա, ես նկատել եմ։ Բայց ինչի է տենց որ։ Չգիտեմ։ Այդ աղջիկն էլ այդ տեսակ աղջիկ է, որ ասեմ մեր ընտանիքին չի ճանաչում, քաշվում է, չգիտեմ։ Իսկ քո կարծիքով ինքն ու Արսեն իրար սիրում են։ Դա էլ չգիտեմ։ Այն որ Արսենը Ձինային հավանում է, դա գիտեմ։ Բայց թե սիրում են իրար, թե չէ։ Չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում երևի ինչ-որ մի բան գտել են իրար մեջ, որ ամուսնացել են։ Սերն ու հարգանքը հետո է ծնվում, բալես, տարիների ընթացքում։ Մամ, լավ էլի, ոնց կարելի է հավանելով ամուսնանալ։ Ես կյանքում տենց բան չեմ անի։ Ես պիտի մեկին շատ սիրեմ, որ ամուսնանամ հետը։ Պետք է իրար համար գժվենք։ Կամած չգժվես։ Այ երբ որ կամուսնանաս, մայր կդառնաս, այն ժամանակ կհասկանաս ինձ։ Հա, մամ, ես հիմա էլ եմ քեզ հասկանում։ Չէ։ Ես էլ եմ քո տարիքին քեզ նման եղել, բալես։ Պիտի ապրես, որ հասկանաս։ Լավ, բայց հիմա մի քիչ հանգստացի, ցրվի, մամ, խնդրում եմ։ Հեշտ ես ասում։ Դու քեզ լավ ես զգում։ Գոնե դու քեզ լավ զգա։ Մենք նորից հանդիպեցինք։ Հիմա երևի կմտածեք մենք ձեզ հետևում ենք, չէ՞։ Չէ, ինչի տենց բան պիտի մտածենք։ Համել ես միակ տեղն է, որտեղ կարելի է զբոսնել։ Եթե դեմ չեք, միանանք ձեզ։ Բալես գնանք վերև։ Կներեք, մաման մի քիչ լավ չի զգում իրեն։ Հասկանում եմ։ Ձեզ ինչ-որ բան հարկավոր է։ Չէ, շնորհակալություն տղաներ։ Դե եթե պետք լինի, անպայման դիմեք մեզ, մենք ձեր ներքևի հարկում ենք։ Շնորհակալություն տղաներ։ Շնորհակալ ենք։ Ցտեսություն։ Հաջողություն։ Հաջողություն։ Ցտեսություն։ Լուսի մաման ոնց որ խիստ կին է երևում։ Չէ, ուղղակի վշտի մեջ է։ Լավ կին է։ Համո։ Հա, Արսեն ջան։ Ձինան ուր է։ Տանն է, ինչի։ Հաստատ տանն է։ Զանգում եմ չի վերցնում։ Հաստատ տանն է։ Տնից դուրս չի եկել։ Լավ։
Եվ ինչն է ձեզ ինձ մոտ բերել։ Ճիշտ ասած ձեզ մոտ չեմ եկել։ Ներեցեք։ Ես Տաթևին էի ուզում տեսնել։ Տաթևին։ Իսկ ինչ հարցով կարող եմ իմանալ։ Մի քանի բան ունեի ճշտելու։ Խնդրեմ, անցնենք ինձ մոտ։ Եթե հարց ունեք, ինձնից լավ ձեզ ոչ ոք չի կարող օգնել։ Ամեն դեպքերում ես բան մենակ Տաթևը ինձ կարող է օգնել։ Լավ, այդ դեպքում կասեմ թող կանչեն Տաթևին։ Լավ։ Աշխեն։ Սարա, ինչ ա լինում հետդ, ինչ ա կատարվում։ Սուրտ է։ Չեմ հասկանում, մեկ շոքում եմ, մեկ դողում եմ։ Սարտակություն ունես։ Ջերմիջեցնող կառնեմ։ Սարա, այս վիճակով ուր ես գնալու։ Չգիտեմ։ Սար, ինչ անենք, հիմա ոնց անենք։ Դու ոնց որ էլի իրար ես խառնվում, հանգիստ է, ամեն ինչ նորմալ է։ Մի հատ տուն կգտնենք ու կվարձենք։ Էն տունը կայքով էիր գտել, չէ։ Չէ, թերթից։ Փողերդ էլ տենց գնաց կորավ։ Չգիտեմ, հիմա գործը քննության մեջ է ու չգիտեմ էլ այդ գումարը կվերադարձնեն, թե չէ, իրանց համար 40,000-ը ինչ է։ Դե իհարկե, իրանց համար ոչինչ է դա, իսկ մեզ համար մեծ բան է։ Դե հա։ Որ սայթներ, սպասի ես նայեմ։ Սպասի հեռախոսիս մեջ պիտի լինի։ Սարա, ինչ եղավ։ Գլուխս պտտվում է։ Ինչ անենք, ոչ մի բան չես կերել, չէ այսօր։ Չէ, ոնց որ։ Սար։ Ուշադրություն մի դարձրու, լավ, այսա կանցնի։ Դու ավելի լավ տունը նայ։ Մեքենան կանգնացնում եմ գարաժ։ Չէ, փոխվում եմ հելնեմ։ Լավ։ Զինա։ Այսօր ես, աղջիկ ջան։ Զինա։ Զինա։ Ես ինչ ես քեզ ձև տվել։ Ամեն բան ունի վերջ։ Այս էլ իմ վերջն է։
Ես եմ սխալվել ու հիմա ուղում եմ իմ սխալը։ Իմ մահվան մեջ ոչ մեկին չմեղադրեք։ Ձինա։ Ձինա։ Հիմար ես դու արես ինչ ես արել։ Համլետ։ Ավտոն պատրաստ է։ Համո։ Երեք հազար ունեմ, 2000-ի էլ ոսկի կծախեմ, մնում է 5 էլի, մի մատանի կծախեմ, երկուսը կտերից հետ կբերեմ արևս։ Չհասկացա։ Էստեղ էի դերել, բայց Այ քեզ բա։ Սաղ չեր է տա հակին տուպը, այ այստեղ դրել էի։ Ոչ մի բան չեմ հասկանում ստեղ, ախր ինտեղ էի դրել, ստեղ էլ չկա։ Վայ դու տականք։ Համո։ Դուրը բաց։ Արս ինչ ա եղել, պետք է հետդ գա։ Չէ մնացնե։ Դե վերցրա։ Ալո։ Բայց դու ինչ անամոթն ես։ Այղջի կարող է հետև սկիպի դար են կսել։ Չես թողում աշխատեմ։ Սրա նայ է։ Հասա, խոսա։ Լսի Աշոտ, մյուս անգամ չհամարձակվես վրաս հեռախոս անջատես։ Ոսկեղենը սուրա։ Աղջի ջան, ինչ ոսկեղեն։ Իմ ոսկեղենը։ Այ աղջի ջան, որտեղից իմանամ քո ոսկեղենը որտեղ է։ Իմ ոսկեղենը բանկում է։ Իսկ քո ոսկեղենը որտեղ ես պահում։ Այսքան ժամանակ ես քո ոսկեղենի կպած կամ։ Աշոտ, ոսկեղենս չկա։ Հետը փող էլ կար դրած։ Ոչ ոսկեղենը կա, ոչ փողը։ Ուրեմն լավ նայի։ Դե ինչքան նայեմ։ Ես քո հիմարությունները լսելու ժամանակը չունեմ։ Մի զզվցրից։ Հրայա այստեղ էի դրել, ուրա։ Օրքուր։ Օրքուր։ Արտուր ջան։ Հայ բանես, այս Իրֆանից քեզ չեմ տեսել։ Ոնց եք։ Լավ, դու ոնց ես, տղա ջան։ Լավ եք։
Բարև ձեզ, ինչ ա եղել։ Դեղ ա խմել։ Ոնց որ շատ ա խմել։ Բարսա։ Դավ, ուր ես։ Պատրաստվում տուն գնամ, ինչ կա որ։ Արի հիվանդանոց։ Ինչ ա եղել Արսեն։ Արի մենակ արագ։ Ձինա։